Ռուբինյանի առաջարկին ոնց որ թե դեմ չենք։ Նարեկ Կարապետյանը միշտ է կիրթ, միշտ կառուցողական, ինչ վերաբերվում է մեր երկրին, իր մոտ այդպիսի մոտեցում միշտ լինելու է։ Իսկ Փաշինյանին հեռացնելու օրակարգը երբանից պետք է այսպես միսու այրոն ստանա խորհրդանում կամ դրանից դուրս։ Ամեն օր ստանում է։ Այդ Փաշինյանը ավելի շուտ ինքը իրեն կհեռացնի։ Այս քանի տեղ եղավ 8 տարի չի հեռացնում դեռ ոնց որ թե ոչ ընդդիմությունն է կարողանում ոչ ինքն է իրեն հեռացնում ինչի պիտի հեռացնի։ Մի քիչ էլ սպասենք։ Հիմա 8 տարի սպասել եք, մի քիչ էլ սպասենք։ Ինչքան մի քիչ։ Քիչ։ Այսօր օրինակ հիշեցնում էին, հեգնում էին քպականները, ասում են, բա ուր է ձեր վարչապետը, ասում են, նիստեր անում եք Ասեք, որ կառավարության։ ստեղ եմ, դատարանում եմ։ Ասում են, նիստեր անում եք, այդ արձանագրությունները դուր եք ուղարկում։ Նիստերը դատարանում ենք անում։ Կառավարության նիստերը որպես վարչապետ ստեղ դատարանում եք անում։ Այո։ Դուք դեռ Ուրիշ հնարավորություն չկա։ Դուք դեռ վստահ եք, որ վարչապետ եք դառնալու շուտով եւ Իսկ դուք եք վստահ։ Թե ճիշտն ասած դուք այնքան եք վստահեցրել, որ մենք համարյա հավատում ենք, որ ընտրություններին դուք հաղթել եք, բայց արդյունքները մի քիչ այլ բանի մասին վկայեցին։ Այդպիսի արդյունքները ոչ ձեզ են պետք, ոչ իրենց, ոչ մեզ։ Արդյունքներ, որ հետագայում կտանեն մեր երկրի կործանմանը, տեսնենք։ Հաստատ չանի։ Փաշինյանի հեռացումը գործնականում ինչպես ենք տեսնելու։ Քայլ կնենք առաջ։ Հնարավոր է դուք էլ Հայաստան Դաշինքն էլ այսօրվանից սկսած պատրաստվեք 31 թվականի ընտրություններին։ Ոչ, մենք չէ։ Դուք չեք։ Այսինքն փողոցային պայքար սպասում է։ Չէ, գիտեք, փողոցային կամ ոչ փողոցային, շատ եք փողոցի հետ։ Փաշինյանը ոնց որ դուրները տեկել է այդ փողոցներում վազվզելով։ Թողեք հանգիստ գնանք։ Հետ ճիշտ ասած փողոցներում այնքան ենք վազվզել, թե Փաշինյանի հետևից 18 թվին, թե ընդդիմության հետևից լավ հոգնել ենք։ Դուք ուրիշ բան առաջարկեք։ Պատրաստում հեռացնել խորհրդարանով, եթե ոչ փողոցային։ Ես ասեցի, Փաշինյանը ամեն օր գնալով ծախողվելու է։ Ես վստահ եմ գալու է օրը, հենց ԿՊԱ-ականները իրեն հեռացնել են։ Այդ հույսով եք սպասում, որ Փաշինյանը Այդ հույսով եմ, ուրիշ հույսեր էլ ունեմ։ Բայց նախորդ 5 տարին ուզում են impeachment անեն, չստացվեց, էլի այդ հույսով, որ ԿՊԱ-ականներին պետք է քաշեն իրենց կողմ։ Impeachment-ը անուն չտվեց։ Դատական ընթացքի մասին ինչ կասեք։ Սովորական դատական անիմաց դատական ընթաց։ Պարոն Կարապետյան, փաստորեն նաև հույքային հայց պահանջ ներկայացվեց շուրջ 7 միլիարդ դրամի հույք են ցանկանում բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Դե ուրիշ ոչ մի ձևով չեն կարողանում այս մարդիկ զարգացնեն, դրա համար ընկել են մարդկանց գրպաներից, ուզում են ինչ-որ բան կաշկշեն։ Դոլարային միլիարդատեր եք, այս ամեն ինչը որ տեղի ունեն, այդ միլիարդավոր դրամները ձեզանից օրինակ բռնագանձեն, ձեր վարկանիշը որպես դոլարային միլիարդատեր քիչնի, Forbes-ում կամ վարկանիշը որպես միլիարդատեր չի իջնի, բայց իմ ռեպուտացիան քիչնի։ Դա ինչ է պատասխան չեն կարող բռնագանձել։ Բայց տեսեք Ծառուկյանից քանի որ ապօրինի է։ Բացարձակ ապօրինի է։ Բայց միևնույն է, թեկուզ ապօրի ձևով եթե բռնագանձեցին, ձեր հաշիվները պակասելու են, չէ՞, ձեր ունեցվածքը նվազելու է, պարոն Կարապետյան։ Մենք էլի կավելացնենք։ Ունեք ռեզորտապաս պահած։ Ծառուկյանի մասով ինչ կարող եք ասել, Ծառուկյանին տանում է սնանկացման, հա, երթով խլում է այդ բիզնեսները, ոնց որ թե նաև ձեր այդ զուգահեռ համ ձերը համ իրենց բանը չեք կարող անել, ոչ Ծառուկյանին, ոչ ինձ։ Իրենք ինչ-որ բաներ կառավար են։ Դե հեծը խլեցին։ Լպտի մարսեն, խլելը խոմի քայլ անելը։ Լավ Ռոմանոս Պետրոսյանն էս լավ է մարսում ձեր։ Բայց մենակ Ռոմանոս Պետրոսյանն է մարսում, հələ մյուսները չեն մարսում։ Գոնե դուք անկեղծ կասեք, դուք իրեն ինչքան աշխատավարձ եք տալիս, ինքը չի ասում։ Ես չգիտեմ, ինքն է իրան աշխատավարձ նշանակել ու տալիս։ Ո՞ղերից է գնում։ Ինչքան է 5 միլիոն է, ճիշտ է։ Ես չգիտեմ, ազնություն չգիտեմ։ ԿՊ-ն կոչանում ազգային ժողովում բարեկիրթ լինել միմյանց հանդեպ։ Դուք իրաց կողմից նկատում եք բարեկիրթություն։ Ընդհանուր բացառությամբ մի հոգու ոչինչ, դեռ ոչինչ։ Շարժման տարունի։ Չգիտեմ։ Մի հոգու կա որ դերի մեջ անապել չի հասկանում, որ շատ լուրջ տալվում է։ Բոլորը ամեն ինչի համար պատասխան են տալու։